Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության գաղտնիքներ, քննարկում բժշկությանը վերաբերող կարևոր թեմաներ, օգնում ձեզ պահպանել ձեր եւ ձեր հարազատների առողջությունը։ Ես Ռիփսիմե Պոդոսյանն եմ, նյարդաբան։ Հիշեցնեմ, որ հոկտեմբեր ամիսը կրծքագեղձի, քաղցկեղի վաղ հայտնաբերման ամիսն էր։ Կարելի ասել իրազեկման ամիսը, երբ մենք քննարկում ենք ինչքան կարևոր է վաղ հայտնաբերումը բուժման հարցում։ Քիչ անց ես տաղավար կհրավիրեմ մեր հյուրին, ում հետ կխոսենք ինչպես կարելի է վաղ հայտնաբերել կրծքագեղձի խնդիրները, ինչ քայլեր պետք է ձեռնարկել եւ ինչքան պետք է ուշադիր եւ հոգատար լինել սեփական առողջության հանդեպ։ Այս պահին առաջարկում եմ դիտել օրվա անոնսը եւ վերադառնալ։ Այսօր դիտեք, ինչ է կրծքագեղձի քաղցկեղը, որոնք են դրա ռիսկային գործոնները եւ ինչ ախտանիշների դեպքում է կնոջն անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի, որոնք են ակնեի առաջացման հիմնական պատճառները եւ ինչ մաշկի խնամքի միջոցներ կարելի է օգտագործել նման խնդիրներից խուսափելու համար, ինչպես խթանել երեխաների ինքնուրույնությունը, օրինակ դասերին պատրաստվելու ընթացքում, ինչով է տարբերվում տղամարդու մաշկը կնոջ մաշկից եւ ինչպես են այդ տարբերություններն ազդում խնամքի միջոցների ընտրության վրա։ Հարգելի հեռուստադիտողներ, վերադարձանք տաղավար, ինչպես հիշում եք, արդեն նշել եմ, որ այսօր խոսելու ենք կրծքագեղձի քաղցկեղի մասին, իրազեկման, բուժման մոտեցումների եւ իհարկե առհասարակ ախտորոշման ոսկե ստանդարտից։ Հիշեցնեմ, որ կրծքագեղձը կանանց շրջանում համարվում է առաջին ամենատարածված քաղցկեղի տեսակներից, բայց չմոռանանք, որ քիչ հազվադեպ իհարկե, բայց հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ։ Եվ այս հարցում շատ կարևոր է իրազեկումը, իհարկե հոկտեմբեր ամիսը նշված է հենց որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր ամիս լինել իրազեկված, հետևողական սեփական առողջության հարցում հատկապես այսօր խոսելու ենք կանանց համար շատ կարևոր է։ Եվ այսօրվա իմ զրուցակիցն է Ֆանարջանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ ուռուցքաբան Օվսանա Գարաքուլյանը, ում հետ խոսենք այս հիվանդության տարածվածության, հիմնական ախտանշանների եւ իհարկե ախտորոշման մասին։ Ողջույն, բժիշկ Գարաքուլյան, շնորհակալություն, որ այսօր մեզ հյուրընկալել եք։ Նախ եկեք խոսենք, ինչ է իրենից ներկայացնում կրծքագեղձի քաղցկեղը, ինչ հիվանդություն է եւ ինչու է համարվում ամենատարածվածներից։ Շատ լավ, կրծքագեղձի քաղցկեղը դա չարորակ նորակայացություն է, առաջանում է, երբ որ կրծքագեղձի բջիջները սկսում են անվերահսկելի, անկառավարելի աճել եւ ձևավորում են հանգույց ուռուցքի տեսքով։ Ինչու է հոկտեմբեր ամիսը հենց ընտրվել իրազեկման ամիս, թերևս 80-ական թվականներին American Cancer Society-ն սկսել է մեկնարկել է արշավ, որի նպատակը եղել է հասարակությունը իրազեկ պահել այդ հիվանդության վաղ ախտորոշման եւ կանխարգելման համար, ու այդ օրվանից տարածվել է ամբողջ աշխարհով, խորհրդանիշն դառնալով այդ վարդակույն ժապավենը։ Շատ լավ, կարելի ասել նաև տրադիցիա է, չկապենք անպայման վատ ընթացքի եւ այս հիվանդության հետևանքների, խոսենք վարդակույնը հենց նաև խորհրդանշում է հույսի եւ ուժի նշանը։ Այո, խնդրեմ նշեք նաև որոնք են ռիսկի գործոնները, որտեղ մենք շատ խոսում ենք ինչքան կարևոր է հենց կանխարգելումը, բուժումից զատ, ինչքան կարևոր է վաղ հայտնաբերումը, խոսենք ինչ է իրենից ներկայացնում կանխարգելումը, ինչու է դա այդքան կարևոր։ Ռիսկի գործոնները շատ են, բայց ամենակարևոր հիմնական գլխավոր թերը դա ժառանգականությունն է։ Այսինքն, եթե ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի կամ ծվարանի քաղցկեղ, հետևաբար հիվանդության հավանականությունը բարձրանում է։ Կան նաև մի շարք հորմոնալ գործոններ, որոնցից են վաղ թաշտանի սկսվելը, ուշ թաշտանաթաթարը, երկարադեպ հորմոնալ թերապիաների ստանալը, ինչպես նաև ուշ տարիքում առաջին հեղությունը եւ կրծքով չկերակրելը։ Բացի այս բոլորից թեր ունեն նաև կենսագերբը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահումը։ Այս բոլորը իրազեկումը կնոջը նպաստում է, որ իրանք գիտակցեն այս գործոնները եւ փոքր փոփոխություններ, առավելություններ կատարեն իրանց կենսակերպի մեջ։ Եվ իհարկե չմոռանանք ինչքան կարևոր է վաղ հայտնաբերումը, որովհետև ավելի վաղ ստադիաներում, ինչքան վաղ հայտնաբերվում շանսերը բուժման բարձրանում են, նույնիսկ կարող է հասնել մինչև 90-95%։ Շատ լավ։ Խոսենք նաև ախտանշաններից, եթե կարելի է այսպես հակիրճ մի քանի կետերով ինչ ախտանշանների կարող է առնչվել կինը, եթե օրինակ որևէ սկրինինգ տեստի կամ վաղ հայտնաբերման տեստերի չի գնացել եւ հանկարծ նկատում է որոշակի ախտանշաններ, որոնք իրեն պիտի ստիպեն անհապաղ դիմել մամոլոգի, թեկուզ տեղամասային թերապևտի։ Շատ լավ հարց է, նախ որ կրծքագեղձի քաղցկեղը սկզբնական փուլերում կարող է ընթանալ առանց ախտանշանների, նույնիսկ առանց ցավ, առանց ինչ որ մաշկային երևույթներ, գոյացություններ,
Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս կանանց պարբերաբար կատարեն ինքնազննումներ, զննումների ժամանակ իրանք կարող են շոշափ նկատեն գրծքակեղծերի ասիմետրիա, չափերի փոփոխություն, պտուկի ներքաշվածություն, մաշկի վրա ինչ-որ կոշտությունների առաջացում, որոնք անպայման հուշում են, որ պետք է թիմեն անհապաղ բժշկի։ Օրինակ կրծքագեղձի տեսքն է փոխվում, միգուցե գույնը արտադրություն է գալիս, պտուկի արտադրություններ կարող են նկատվել, չափսերը կարող են ասիմետրիկ թվալ աչի եւ ծախը։ Եվ եթե կինը օրինակ նկատել է նման ախտանշաններ եւ դիմել է, հետաքրքիր է որոնք են հենց հաջորդականությունը, ինչպիսի հաջորդականության հետազոտություններ կան, որոնք պարտադիր կատարվում են առաջնային օղակում։ Նախ կատարվում է ախտորոշիչ մեթոդներից, ամենաառաջինը կատարվում է ուլտրաձայնային հետազոտությունը, խորհուրդ է դրվում մինչև 40 տարեկան կանանց համար, իսկ 40-ից բարձր կանանց խորհուրդ է դրվում մամոգրաֆիան։ Հաջորդ քայլերը արդեն, եթե գոյացությունը հայտնաբերվում է, հաջորդ քայլերը կլինեն ամբողջ օր պոլիօրգան ԿՏ հետազոտությունները, իսկ վերջնական ախտորոշումը դրվում է միայն բիոպսիայի եղանակով, հյուսվածքապանական հետազոտությամբ։ Այսպիսի մի հարց, եթե օրինակ կան որոշակի ախտանշաններ կամ կասկած եւ կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, եթե որևէ կասկածելի բան չի նկատվում, բայց ախտանշաններ կան, այնուամենայնիվ այդ հաջորդ բոլոր հետազոտությունները կկատարվեն, թե կարելի ասել սպառու չէ այս դեպքում։ Չէ, իհարկե, եթե սոնոգրաֆիկ պատկերով չի նկատվում որևէ գոյացություն, ուղղակի սահմանվում է հսկողություն, նայած ըստ տարիքի 6 ամիսը 1 կամ տարի 1 մամոգրաֆիայի կրկնություն։ Դեռ որ դինամիկ հսկողություն։ Դինամիկ հսկողություն։ Խնդրեմ պատմեք բժշկու ինչքանով է տարբեր բուժման մոտեցումները, բուժման սխեմաները հիվանդության տարբեր փուլերում, ինչպիսի մոտեցումներ կան ժամանակակից եւ ինչքանով է կարեւոր է, եթե վաղ փուլերում ենք հայտնաբերել եւ ուշ ինչքանով են տարբերվում այս մոտեցումները։ Իհարկե, կրծքակեղծի քաղցկեղի բուժումը շատ տարբեր է, կախված է հիվանդության փուլից, տարածվածությունից, հյուսվածքապանական տարբերակումից, կնոջ տարիքից եւ ինչպես նաեւ ուղեկցող հիվանդությունների առկայությունից։ Բուժման պլանը կազմվում է մուլտիդիսցիպլինար, այսինքն թումոր բորդերի ընթացքում բժիշկները մասնակցում են ուռուցքաբանը, քիմիոթերապևտը, ռադիոլոգը, ինչպես նաև պատմորֆոլոգը եւ միասին քննարկում են յուրաքանչյուր հիվանդի համար ամենաարդյունավետ օպտիմալ միջոցը բուժման համար։ Ինչքան իհարկե վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի քիչ ինվազիվ է լինում բուժումը, առաջին տեղում գրավում է վիրահատությունը, ուռուցքի հեռացում կամ որոշ դեպքերում նաև գրծքակեղծի ամբողջական հեռացում։ Կարող է վիրահատությանը համակցվել քիմիոթերապիան, ռադիոթերապիան, թիրախային եւ հորմոնալ թերապիաները։ Այս շատ հետաքրքիր է բուժման ընթացքում ինչքանով է կարևոր հասարակության աջակցությունը, կլինի գործընկերների, ընտանիքի անդամների, եթե դուք առնչվել եք օրինակ ինչ մարտահրավերների է բախվում կինը, երբ այս հիվանդությունը հայտնաբերվում է, ինչ դժվարություններ է ունենում բացի այդ հոգեբանական ընկճվածությունն ու վախը։ Կնոջ համար քաղցկեղ ախտորոշումը արդեն ինքնին մարտահրավեր է, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական, սոցիալական, հենց այստեղ թերը գալիս է ընտանիքի անդամների, ընկերների, շրջապատի, որ պետքա թեկուզ ամենափոքր ուշադրությամբ, խոսքով ցույց տան, որ իրանք այդ կնոջ կողքին են եւ իրան օգնեն ինչքան հնարավոր է նվազեցնել այդ ստրեսը եւ ապրումները բուժման ընթացքում։ Չմոռանանք, որ յուրաքանչյուր հիվանդության ընթացքում հոգեվիճակը ինչքան կարևոր դեր է խաղում ապակինման կամ բուժման process-ին, վստահ եմ համաձայն եք, որ եթե մարդ շատ ընկճված է կամ հավատ չունի, միգուցե որոշ փուլերում նույնիսկ դժվարություններ ունեն եւ իրոք է բուժման արդյունավետությամբ ավելի բարդ անցնի։ Խնդրեմ ասեք Բժշկուհի Գարակոլյան, ինչքանով կան հասարակական օրինակ ծրագրեր, կազմակերպություններ, ովքեր այվաղ հայտնաբերման համար տարբեր օրինակ քայլեր են ձեռնարկում, տարբեր ծրագրեր կան, որոնց մասին կանայք եւս պետք է իմանան։ Իրազեկման արշավները, ծրագրերը շատ են, որոնք թույլ են տալիս նախ ինչքան շատ խոսվի այդ թեմայի մասին, բաց եւ անգաշկանդ, կինը հասկանում է, որ ինքը մենակ չէ այդ ամբողջի մեջ, իր նման այլ կանայք էլ կան, կոտրում է այդ կարծաթիփերը, վախը փոխարինվում է նախ գիտակցությամբ, որ սեփական առողջության նկատմամբ, այդ իր արշավների ժամանակ նախ շատ քննարկվում են բուժման ծրագրերի մասին, անվճար ծրագրերը զնման, սկրինինգային թեստերը եւ կինը արդեն տեղեկացված լինելով կարողանում է մասնակցել այդ բոլորին։
Գիտեք ինչ հարց ցակեց, կարծում եմ շատ մեր հեռուստադիտողների եւս կհետաքրքրի, միգուցե իրենք եւս առնչվել են, կա արդյոք նկատել եք դուք դիմադրություն բուժման ընթացքի վերաբերյալ, երբ կան օրինակ միֆեր, տարածված վախեր, որ կինը այս կամ այն մեթոդից զուտ խուսափի իր վախերի պատճառով։ Օրինակ դա ուղեցույցով առաջարկվող հետազոտություն է, մեթոդ է կամ բուժման մոտեցում է, բայց իրենք ընդդիմանում են եւ չեն ուզում։ Արդյոք դուք դեր պրակտիկայում նման խնդրի առնչվում եք եւ ինչպես եք վարվում։ Քաղցկեղի հետ կապված միֆերը շատ են, վախերը շատ են, ամենաշատը կապված է նախ առաջին փուլում ախտորոշման ժամանակ, բիոպսիայի ժամանակ, որ կանայք վախենում են բիոպսիայից, տարածված է հասկացողությունը ժողովրդի մեջ, որ չի կարելի ուռուցքին ձեռք տալ, բայց նախ համբերատար կտարածվի, կշատանա, չի կարելի, այո, բայց մենք համբերատար պետք է բացատրենք, որ բիոպսիան դա ախտորոշման միակ միջոցն է, որ կարողանանք բուժումը հետագա պլանավորել, բացատրում ենք քայլ առ քայլ ոնց է կատարվելու բիոպսիան, նախ որ դա անցավ է լինելու, առանց բարդությունների կարող ենք հասնել վերջնական եզրակացության։ Այլ միֆերից կարող եմ նշել օրինակ, որ միշտ կախված է ժառանգականության հետ, իդեպ տենց այդպես չի, շատ 5-ից 10% դեպքերում է որ լինում ժառանգական, կարող է հայտնաբերվել ցանկացած կնոջ մոտ, ցանկացած տարիքում, անկախ ընտանեկան անամնեզից։ Մեկ այլ կարծիք, որ ցանկացած գոյացություն, որ շոշափվում է, դա պետքա լինի չարորակ գոյացություն, քաղցկեղ, իհարկե այդպես չէ, կարող է լինել փարորակ, ադենոմաների կիստաների ցևով, որը նույնպես պետքա պահանջում է հսկողություն եւ համապատասխան բժշկական միջամտություն։ Հետաքրքիր է նաև ինչքանով կարևոր է ընտանեկան իրազեկվածությունը, օրինակ կան ընտանիքներ, հատկապես մի քիչ ավելի մեծահասակներ կամ տարեց բուժառուներ, ովքեր սովոր չեն եւ երբեւե որևէ կլինիկ տեստերի չեն գնացել, ինչքանով է կարևոր այստեղ սերունդների տարբերությունն ու իրենց իրազեկվածությունը։ Շատ կարևոր է իրազեկումը ընտանիքներում կանանց բացատրել քաղցկեղի զարգացման ռիսկերի մասին, մանավանդ եթե այդ ընտանիքում արդեն եղել է դեպքեր, պետք է նախ լինեն ծնողների եւ աղջիկների միջև բաց հարաբերություններ, ազատ խոսեն այդ թեմայի մասին, ծնողները բացատրեն ոնց կատարի աղջիկը այդ ծնումները, ինքնազննումները, Թաշտանի մեկ շաբաթ ավարտից հետո ամիսը մեկ անգամ ինքնազննում կատարել օրինակ, իսկ մեծ է դա ակտուալ Թաշտանի սկսումից հետո, այսինքն 13-14 հասունացման տարիքից արդեն խորհուրդ է դրվում։ Իսկ տատիկների դեպքում օրինակ ունեցել ենք այսպիսի մի դեպք, որ ընտանիքի անդամները նկատել են գոյացությունը, որը բավականին չափսերով մեծ ա եղել, համառորեն տատիկը մերժել է բժշկի թիմելը, շատ մեծ դժվարությամբ իրան հաջողացրեցին բերել մեր կլինիկայ, համբերատար բացատրեցինք այդ տատիկին, որ պետք է բիոպսիան առնել, մի 2 օր մտածելուց հետո հակաճառելուց հետո համաձայնվեց, մենք կատարեցինք բարեհաջող բիոպսիան, պարզվեց, որ բուժման նախ շատ արդյունավետ ուռուցքի տեսակ է համարվում եւ հիմա ինքը արդեն գտնում է իր բուժման ավարտին բարեհաջող ընթացքով։ Ինչ լավ է, ինչ ուրախալի քեյսեր, հուսամ, որ այսպիսի դեպքերը գերակշռող կլինեն շուտով, այ հենց այդ իրազեկվածություն, որովհետև կարծում եմ, որ անորոշությունը թերևս յուրաքանչյուրի համար ամենադժվարն է, որովհետև հավանաբար միտքը միշտ ավելի վատ սցենարներ է նկարում, բայց հարյուտես, որ կարող է այսպիսի լավ ավարտ ունենալ։ Բժշկությունը, բժշկագիտությունը, ժամանակակից տեխնոլոգիաները շատ արագընթաց զարգանում են։ Հետաքրքիր է ինչպիսի զարգացում ունենք եւ ինչպիսի փոփոխություններ կան կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման հարցում, արդյոք հիմա մեծ առաջընթաց ունենք եւ ինչ որ բաներ փոխվել են, ավելի հեշտացել են, միգուցե ավելի դյուրին են դարձել։ Իհարկե, բժշկագիտությունը շատ արագ զարգացման տեմպեր ենք նկատում, նախ առաջվա նման թաթավջուջիր չի կրծքագեղձի քաղցկեղը, շատ արագ ինքը հայտնաբերվում է եւ բուժման լավ արդյունավետ պատասխան է տալիս։ Կարող ենք համարձակորեն ասել, այո։ Այո, այդ բոլորը կախված է վաղ հայտնաբերումից։ Օրինակ, վերջին սերնդի մամոգրաֆիան 3D մամոգրաֆին, տոմոսինթեզը նույն թույլ է տալիս 3D պատկերով կրծքագեղձի քաղցկեղի պատկերները ստանալ ու հայտնաբերվել անգամ ամենափոքր գոյացությունները, իսկ հիմա արդեն AI-ը, բարեստական բանականությունը կիրառվում է նաև ու ավելի ճշգրիտ հստակ է կարողանում այդ պատկերները թարգմանել, այսպես ասած, իսկ բուժման մեջ նախ եթե առաջում
առաջարկում էին վիրահատության արմատական, օրինակ կրծքակեղծի հեռացում լրիվ, հիմա արդեն հնարավոր է պտուկ պահպան վիրահատություններ, մաշկ պահպանողական վիրահատություններ, իսկ ռեկոնստրուկտիվ վիրահատությունների տեղը արդեն չափազանց բարձր են Հայաստանում, ինչպես նաև միտում ունեն զարգանալու։ Այդ վիրահատությունները կատարվում են նաև մեր հիվանդանոցում ուրսկապահության ազգային կենտրոնում բարձր մասնակիցների կողմից, որոնք կատարում են մամոպլաստիկաները արհեստական եղանակով, ինչպես նաև սեփական հյուսվածքներով։ Դա շատ կարևոր է, քանի որ բուժումը առաջարկելու ժամանակ պետք է հաշվի առնել նաև ոչ միայն հիվանդության բուժման ռադիկալիզմը, այլ նաև ինչպես հաշվի առնել կնոջ ընդհանուր առողջական, ֆիզիկական, հոգեբանական եւ էսթետիկ Այո, շնորհակալ եմ շատ եւ վերջում խնդրեմ խորհուրդ բոլոր կանանց անխտիր կարծում եմ եւ իհարկե ընտանիքի անդամներին, ովքեր ունեն մայրիկներ, քույրիկներ, տատիկներ, որովհետեւ ինչպես հասկացանք իրենց դերը եւս կարող է շատ կարեւոր լինել թե քաղցկեղի հայտնաբերման, թե բուժման ողջ գործընթացում։ Խորհուրդ կտամ բոլոր կանանց, որ ճանաչեն նախ իրանց մարմինը, հասկանան իրանց կրծքակեղծի ցևը, չափսը, բարբերաբար կատարեն ինքնազննումը։ Դա ամենահեշտ եւ մատչելի մեթոդներից մեկն է, որը կարող է շատ կյանքեր փրկել վաղ փուլերում։ Փոխեն իրանց սննդակարգը, հետևեն առողջ ապրելակերպին, հաճախակի մարզումներ կատարեն, ինչպես նաև աջակցեն այլ կանանց, որոնք գտնվում են նույն միջավայրում, նույն դեպքերի մեջ։ Կնոջ հանդեպ իր օրգանիզմի առողջությունը պահպանելը դա միան իր իրավունքն է եւ ոչ ոք չի կարող այդ իրավունքը իհարկե ոտնահարել։ Ցանկացած կին, որ հոգ է տանում իր մասին, ինքը արդեն կարող ուժ է տալիս այլ կանանց, որ նույնպես վերաբերվեն իրանց առողջության մասին։ Շնորհակալ եմ շատ լավ խոսքերի համար եւ չմոռանանք, որ կնոջ առողջությունը նաեւ ողջ ընտանիքի առողջությունն է, այսինքն կինը իր մասին հոգ տանելով կարելի ասել հոգ է տանում ընտանիքի բոլոր անդամների մասին։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Ֆանարջանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ ուռուցքաբան Օվսանա Գարաքուլյանը, ում հետ եւս մեկ անգամ խոսեցինք կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին, ախտանշանների մասին եւ իհարկե ժամանակակից մոտեցումների եւ իհարկե կնոջ իրազեկման կարեւորության մասին այս թեման ավարտեցինք եւ այս պահին առաջարկում եմ տեղափոխվել խորհուրդ մասնագետից էջ։ Բարև ձեզ, ես մաշկավեներաբան Արեգ Չալավյան եմ եւ այսօր կուզեմ խոսել ձեր հետ այնպիսի մի թեմայից, որը բավականին լայն տարածում ունի, դա ակնեն է կամ կորիակային հիվանդություն է։ Ըստ վիճակագրական տվյալների բնակչության 8-ից 10%-ը տառապում է այդ մաշկախտից, իսկ դեռահասների շրջանում հանդիպման հաճախականությունը հասնում է անգամ 85%-ի։ Ակնեի առաջացման պատճառները 3-ն են։ Առաջինը դա ճարպագեղձերի գերակտիվ աշխատանքն է։ Երկրորդը մազարմատի բացվածքի մակերեսային շերտից մաշկային բջիջների շերտազատման թերի լինելու հետևանքով մազարմատների փակումն է, եւ երրորդը դա այդ պայմաններում բավականին բարեհաջող բազմացող պրոպիոբակտերիում ակնե կոչվող մանրեներն են։ Իսկ որոնք են հիմնական նպաստող գործոնները։ Դա կարող է լինել եւ գենետիկ նախատրամադրվածությունը եւ սխալ խնամքը մաշկի։ Այսպիսով եկեք մի փոքր խորանանք եւ հասկանանք ինչ բուժական եւ խնամքի մոտեցումներ կարող են լինել ակնեի ժամանակ։ Ակնեն պարզապես կոսմետիկ խնդիր չէ, դա հիվանդություն է, որը բնականաբար պետք է հսկվի բժշկի կողմից։ Բուժական ինչպիսի մոտեցումներ գոյություն ունեն ակնեի ժամանակ։ Կախված ծանրության աստիճանից թեթև, միջին կամ ծանր կարող են լինել տարբեր մոտեցումներ։ Թեթև ձևերի ժամանակ կարող են առաջարկվել խնամքի միջոցներ եւ տեղային բուժական պրեպարատներ։ Դրանցից կարող են լինել ազելայինաթթու պարունակող բենզոիլ պերօքսիդ կամ տեղային ռետինոիդ պարունակող պրեպարատները։ Միջին եւ ծանր ձևերի ժամանակ այդ տեղային բուժմանը գումարվում է նաեւ համակարգային բուժումը։ Դրան կարող է լինել համակարգային հակաբիոտիկները, ռետինոիդները, որոնք կարգավորում են ճարպագեղձերի եւ մաշկի շերտազատման աշխատանքը։ Կորիակային հիվանդությունը կարող է ի հայտ գալ տարբեր տարիքային խմբերում՝ նորածնային, մանկական, պատանեկան եւ մեծահասակների շրջանում։ Յուրաքանչյուր դեպք պահանջում է յուրահատուկ եւ անհատական մոտեցում։ Խնամքի եւ կոսմետիկ միջոցներ ընտրելիս պարտադիր պետք է ուշադրություն դարձնենք, որ վրա նշված լինի, որ այն ոչ կոմեդոգեն է։ Սեռահասնության շրջանում շատ երիտասարդներ բախվում են կորիակների խնդրին։ Կորիակները լինում են 3 տեսակի՝ բորբոքային, որոնք արտահայտվում են թարախաբշտիկային ցանով, բաց կոմեդոններ, որոնք արտահայտվում են սև կետիկների տեսքով, եւ փակ կոմեդոններ, որոնք արտահայտվում են մանր, պուճուր, դեղնավուն, ոչ բորբոքային մանր հանգուցիկավոր ցանով։
Խնամքի միջոցներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել բաղադրության վրա։ Լվացվել պետք է այն միջոցներով, որոնք չեն պարունակում ալկոհոլ, օճառանյութ եւ այլ չորացնող կոմպոնենտներ։ Ի հակառակ դրան կարող եք նախապատվությունը տալ միջոցներին, որոնք պարունակում են օրինակ սալիցիլաթթու, ցինկի օքսիդի ածանցյալներ, ինչպես նաեւ որոշակի խոնավեցնող բաղադրիչներ, բուսական էքստրակտներ։ Հաճախ ակնեի բուժման ֆոնին դիտվում է մաշկի չորություն եւ մենք ունենք լրացուցիչ խոնավեցման կարիք։ Որոշ միջոցներ, որոնք պարունակում են օրինակ հիալուրոնաթթու, նիացինամիդ, կարող են նույնպես բավականին լուրջ օժանդակող դեր կատարել մեր բուժման ընթացքում։ Խնամքի միջոցներ ընտրելիս կարող եք նախապատվություն տալ ավոկադոյի շիի յուղեր պարունակող, կանաչ թեյի էքստրակտ պարունակող միջոցներին, որոնք ունեն հակաօքսիդանտ, հանգստացնող ազդեցություն ակնեով հակված մաշկի համար։ Խնամքի շատ կարևոր մաս են կազմում նաև արևապաշտպան միջոցները, որոնք օգնում են մեզ կանխել հետագայում հետբորբոքային գերգունակավորումների առաջացումը մաշկի վրա, թե բուժման ժամանակ, թե բուժումից հետո։ Բացի դրանից, բուժման ընթացքում մաշկը ավելի զգայուն է դառնում ուլտրամանաշոկագույն ճառագայթների նկատմամբ, այդ իսկ պատճառով արևապաշտպան միջոցների կիրառումը, որոնք նույնպես պետք է լինեն ոչ կոմեդոգեն, շատ կարևոր է ակնեի ժամանակ։ Խնամքը շատ կարևոր է ինչպես հիմնական բուժման համատեքստում, այնպես էլ մաշկի հետագա խնամքի համար, որպեսզի խուսափել հետագա սրացումներից եւ մաշկախտի վերադարձից։ Ցավոք սրտի հաճախ բախվում ենք դեպքերի եւ մարդիկ նախընտրում են ինքնաբուժությունը եւ բավականին սխալ միջոցներով փորձում են ձերբազատվել խնդրից։ Ժամանակակից մաշկաբանությունը թույլ է տալիս լիովին բուժել եւ վերահսկել հիվանդությունը։ Սխալ խնամքի եւ սխալ բուժման պարագայում մենք կարող ենք ունենալ բավականին դժվար լավացող սպիեր, հետբորբոքային գերգունակավորումներ, ինչպես նաեւ հետագայում ավելի բարդ ձևերի առաջացում։ Հիշեք, կյանքը ընդամենը ակնթարթ է կորյակների եւ կնճիռների միջև։ Մի հապաղեք ժամանակին դիմել մաշկաբանի։ Առողջ եղեք։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով։ Իսկ մինչ մեր հյուրի հետ զրույցը սկսել է, հիշեցնեմ այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Հիշեցնեմ, որ Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Դե ինչ, այսօր խոսելու ենք հետաքրքիր թեմայի մասին, այն է ինչու երեխաները դժվարանում են ինքնուրույն կատարել իրենց առաջադրանքները, ինչու են դժվարանում լինել ավելի անկախ եւ պատասխանատու։ Այսօր զրուցելու ենք Կանա հոգեբանական կենտրոնի հոգեբան ուշադրության մարզիչ Լիլիթ Հարությունյանի հետ։ Ողջույն Լիլիթ։ Բարև։ Ցավոք սրտի շատ ծնողներ բախվում են խնդրի, երբ երեխան օրինակ դասերի չի նստում առանց ծնողի, դժվարանում է իրեն ուղղված առաջադրանքներն ու խնդրանքները կատարել, այսինքն մշտապես պահանջում է ծնողի մասնակցությունը։ Այն չէ կարծում ինչպիսի գործոններ կան եւ ինչ պատճառներ կան ու հոգեբանական գործոններ այս խնդրի հիմքում։ Շատ լավ, ընդհանուր առմամբ երեխաները հաճախ են դժվարանում առանց ծնողների դասեր իրականացնել, որովհետև նրանք հիմնականում ունեն վախ սխալվելուց։ Երբ որ միշտ ծնողը իրենց կողքին է լինում, երբ որ մշտապես ծնողի ուղղորդումը կա, այսինքն եթե հանկարծ սխալ տեղում կանեն տնային աշխատանքը կամ սխալ կիրականացնեն ինչ-որ առաջադրանք, ծնողը մշտապես ներկա է, մշտապես պատրաստ է երեխային օգնելու կամ նրա փոխարեն հաճախ ինչ-որ բացասական է դիտարկվում, բայց երեխայի փոխարեն հաճախ իրականացնելու։ Դրա հետ կապված արդեն երեխայի մոտ մի փոքր անինքնավստահություն է նաև սեփական անձի նկատմամբ ձևավորվում, որ ինքը մտածում է, որ եթե ծնողը ներկա չլինի, ինքնուրույն չի կարողանա իրականացնել կամ սխալ կանի, այդ դեպքում արդեն երեխայի մոտ այն մեխանիզմները զարգացած չեն, որպեսզի նա հասկանա, թե սխալվելու դեպքում ինչ պետք է անի։ Նման դեպքերում ինչ են անում, եթե այս տառը ես սխալ գրեցի այստեղ, ապա այդ դեպքում ինչ կարելի է անել։ Իսկ երբ ծնողը այդտեղ է ներկա է, մշտապես արդեն երեխային լուծումներ առաջարկում է պատրաստի, երեխայի համար հեշտանում է այդ գործընթացը։ Մյուս կողմից կարող ենք պնդել, որ միգուցե երեխան վախենում է քննադատված լինել, օրինակ հետաքրքիր է ծնողը ինչ պետք է անի կամ ինչ պետք է չանի, որպեսզի երեխան այդ վախը մշտական չունենա։ Այստեղ ճիշտ է, ծնողների մոտեցումն է շատ կարևոր, որովհետև երեխաները երբ որ զգում են, որ իրենց մի սխալը, մի թերացումը հանկարծ քննադատության է արժանանում, նրանք արդեն վախենում են սխալվելուց, փորձում են ամեն ինչ անել, որ չսխալվեն։ Սակայն այդտեղ էլ երեխայի մոտ լարվածություն է առաջանում եւ շատ դեպքերում տեսնում ենք, որ անգամ որքան էլ նրանք
փորձում են հնարավոր է որ անգամ իրենց իմացածը այդ պահին արդեն սխալ են անում։ Այսինքն այստեղ ծնողի խրախուսանքը, ջանքերի համար խրախուսելը, երեխային աջակցելը, նրա կողքին պարզապես կողքին ներկա լինելը եւ վստահություն տալը ավելի արդյունավետ են, քան անընդհատ քննադատությունը կամ, չգիտեմ, հանդիմանանքը, որ ինչու է սխալվել, ինչու ճիշտ չարեցիր, ինչու մյուս բալիկը կարողանում է սա անել, դու չէ, համեմատությունը, այո, դա եւս շատ բացասական է անդառնում։ Իրական մարտահրավեր է հնչում, գիտեք, երբ պատմում եք, այսինքն շատ հետաքրքիր է, որտեղ այդ սահմանը երեխային աջակցելու, տեսեք, adekvat աջակցություն ցուցաբերելու, համբերատար լինելու, միևնույն ժամանակ թույլ տալու, որպեսզի երեխան ինքնուրույն ինչ-որ որոշում ներկայացնի, ինքնուրույն դասեր անի եւ ավելի պատասխանատու լինի։ Ինչպես պահպանել այս բալանսը, երբ կողմնորոշվել, որ երեխան այդ պահին պետք է ընդհանրապես աջակցություն է ուզում ու բարի խոսք, ակնկալում, իսկ որ դեպքում պետք է թողնենք, որ երեխան ինքնուրույն կարողանա կողմնորոշվել իրավիճակում։ Այստեղ նաև շատ կարևոր է, որ ծնողը կարողանա հասկանալ աջակցության եւ երեխայի փոխարեն անելու տարբերությունը։ Այսինքն աջակցությունը ենթադրում է մշտական երեխայի կողքին ներկայություն այն դեպքում, երբ որ երեխան զգում է նրա օգնության կարիքը։ Նրան բացատրել տվյալ առաջադրանքը, բայց թողնել, որ ինքնուրույն որոշի ինչպես է անելու։ Եվ մյուս կողմից ինքնուրույն թողնելն էլ չի նշանակում երեխայից ընդհանրապես հեռանալ եւ ասել ինձ հետ դու գործ չունես, դու քո առաջադրանքները կկատարես։ Այստեղ երեխան էլ իրեն արդեն լքված է զգում, կարելի է ասել, որ այդ ամբողջ պատասխանատվությունը միանգամից իր վրա է ընկնում եւ անգամ ճիշտ անել, սխալ անել, չիմանալ թե ինչպես անել, նա արդեն կվախենա ծնողին այդ դեպքում դիմելուց։ Եվ այստեղ այդ հավասարակշռությունը հենց կայանում է նրանում, որ ծնողը մշտապես երեխային թողնի ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց միշտ նաեւ նրա կողքին լինի եւ ասի, որ ես քո կողքին եմ եւ ցանկացած պահի, երբ որ կարիք կունենաս, որ ես քեզ օգնեմ, ես պատրաստ եմ քեզ բացատրել, օրինակ, որ դու իրականացնես։ Եվ նաեւ ծնողական արտահայտությունները, որոնք որ շատ այսպես ազդում են երեխաների վրա, եւս շատ կարեւոր են, որ եթե դու ճիշտ չկատարես կամ սխալ չկատարես երեխաներին, ինչ որ պայմաններ չտանք երեխաներին ինչ որ բանի համար։ Մեր սերը մշտական լինի, ներկայությունը մշտական լինի։ Այդ ամենակարևորը մատուցել երեխային, որ ինքը այդ խորին համոզմունք ունենա, որ իրեն ցանկացած դեպքում սիրում են։ Շատ լավ։ Պատմեք նաև, եթե կան իհարկե կիրառելի, տեխնիկապես հեշտ կիրառելի վարժանքներ, մոտեցումներ, որ օրինակ կարելի է կատարել երեխային ավելի հեշտ այսպես ինքնուրույն դարձնելու համար։ Ինքնուրույն դարձնելը հենց սկզբից երեխայի ծննդյան պահից, այսպես կարելի է ասել, երբ որ երեխան սկսում է քայլել, ինչ որ գործողություններ կատարել, ինչ որ բան է նախաձեռնում, արդեն իսկ պետք է սկսել ձևավորել։ Այսինքն մենք ճիշտ է երեխային պետք է պաշտպանենք ինչ որ բաներում սխալվելուց կամ իրեն, այո, անվտանգության հետ կապված հարցերում, բայց արդեն որոշակի փուլից երեխային մշտապես պետք է թողնենք նախաձեռնողականությունը դրսևորել։ Եվ երբ արդեն կարիք կա երեխային թողնելու, որ ինքնուրույն իրականացնի գործողությունները, երբ որ մենք հասկանում ենք, որ նա իսկապես կարող է դրանք իրականացնել եւ մեր օգնության կարիքը որոշ դեպքերում չունի։ Որոշակի պրակտիկ մեթոդներ, որոնք որ հեշտ կլինեն նաեւ տնային պայմաններում իրականացնելու համար, պարզապես պայուսակը հենց դասավորելու գործընթաց է։ Ծնողը գիտենք, որ ծնողները սովորաբար երեխային ասում են, վաղը ինչ առաջադրանքներ ունի, ինչ առարկաներ ունի եւ այդպես է երեխան ուղղորդվում։ Սակայն կարող ենք թողնել, որպեսզի մեկ օր երեխան ինքնուրույն նայ դասացուցակով կամ փորձի հիշել եւ ինքը դասավորի։ Հետո ծնողը պարզապես վերահսկի ընթացքը, տեսնի արդյոք ճիշտ է արել թե ոչ, բայց նաեւ եւս խրախուսելով նրա ջանքերը։ Դա ամենապարզ, այսպես կարելի ասել, մեթոդն է, որը որ թույլ է տալիս երեխային ավելի ինքնավստահ իրեն զգալ։ Նաև այնտեղ շատ առօրյա այսպես բաներ կան, որոնք որ ծնողները կարող են կիրառել, ցանկացած օրինակ կարող է ափսեները ինքը հավաքել, պատասխանատվության զգացողություն, որպեսզի երեխայի մոտ ձևավորվի, իր առաջադրանքը կատարելու, իր հետևից օրինակ հավաքելու ինչ որ բանը, որովհետև ինքնուրույնության հիմքում առաջին հերթին պատասխանատվության զգացողությունն է, որը որ եթե ձևավորված չի լինում, ապա նաև ինքնավստահության անկման հետ մեկտեղ երեխան չի դրսևորում։ Այնքան կարևոր կետեր նշեցիք, կարծում եմ, որ երևի թե շատ սպառիչ, որովհետև վստահ եմ, որ շատ ծնողներ իրենց գտան այստեղ, իմ փորձառությունից էլ ասեմ, շատ հաճախ մենք այդ համբերությամբ չենք զինվում, կարծես թե ուզում ենք ժամանակը խնայել եւ փոխարեն բացատրելը, սպասելը, այդ շանսը տալը, մենք ուզում ենք իրենց փոխարեն դա անենք, զուտ, որպեսզի արագ անենք եւ վերջացնենք։ Այնինչ կարելի այո թողնել, որ մի անգամ էլ պայուսակը թերի հավաքի, ոչինչ, մի օր մի բան թերի անի, բայց հաջորդ անգամ տեսնելով այդ բացը, միգուցե ինքը ավելի պատասխանատվությամբ լցվի եւ վերցնի այդ այսպես ասած հաջորդականությունն ու պատասխանատվությունը իր վրա։ Շնորհակալ եմ, կան վերջում խորհուրդներ Լիլիթ, որ կանչեցնեք ծնողների համար։
Հիմնական խորհուրդը վերահսկողության սահմանափակումն է, այսինքն ծնողն էլ իմանա տվյալ սահմանը, թե որքան է պետք երեխային վերահսկել, որովհետև եթե մենք մշտապես վերահսկում ենք եւ հետո ցանկանում ենք երեխան ինքնուրույն դառնա, այդ ժամանակ երեխայի մոտ տագնապ է առաջանում եւ երեխան չի իմանում ինչից սկսել, այո, ինչից սկսել, ինչից ավարտել, ինչը ինչի հետևից անել։ Եթե մենք չափազանց շատ ենք վերահսկում, նման խնդիրներ են առաջանում։ Իսկ եթե դա չափավորում ենք, արդեն մենք էլ ենք մի փոքր մեզ զսպում, որ նրա փոխարեն ինչ-որ բան չանենք, արագ չանենք, այլ մի փոքր սպասելով անենք, արդեն երեխայի մոտ ձևավորվում է նաև պատասխանատվություն եւ վստահություն։ Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր պատասխանների համար։ Ձեզ հետ կարելի է շատ երկար զրուցել, ցավոք մեր ժամանակը սուղ է։ Հիշեցնեմ, որ մենք այսօր մեր մասնագետի հետ խոսեցինք ինչպես կարելի է երեխային սովորեցնել ինքնուրույնություն, ինչպես ձևավորել եւ օգնել ձևավորել երեխայի մոտ պատասխանատվության զգացում, միաժամանակ լինելով շատ աջակից եւ հետեւողական ծնող։ Այսօրվա իմ հյուրն էր կանահոգեբանական կենտրոնի հոգեբան եւ ուշադրության մարզիչ Լիլիթ Հարությունյանը։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն էր Բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Իսկ այս պահին տեղափոխվենք գեղեցկության գաղտնիքներ էջ։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Implantum էսթետիկ բժշկական կենտրոնում, այսօր զրուցելու ենք մեր գործընկեր, բժիշկ կոսմետոլոգ եւ նյարդաբան Ջուլիետա Բուտուլյանի հետ եւ հետաքրքիր թեմա ենք ընտրել այսօրվա համար, խոսելու ենք այն բոլոր փաթեթներից եւ պրոցեդուրաներից, որը Implantum էսթետիկ բժշկական կենտրոնն առաջարկում է տղամարդկանց համար։ Բժշկուհի Բուտուլյան, խնդրեմ պատմեք ինչպիսի փաթեթներ կամ պրոցեդուրաներ կան, որոնք ձեր կենտրոնը առաջարկում է տղամարդկանց համար։ Ողջույն բժշկուհի Պոդոսյան, նախ սկսեմ այն մտքից, որ յուրաքանչյուր պրոցեդուրա, որը կատարում են կանայք, կարող են կատարել նաև տղամարդիկ, սակայն այս պահին անդրադառնանք երևի ամենաարդիականներին տղամարդկանց համար։ Տղամարդկան շրջանում ամենաարդիական պրոցեդուրան եւ ամենաարդիական խնդիրը կարծում եմ դա մազաթափությունն է եւ մազաթափության համար առաջարկվող պրոցեդուրաները, դրանցից է պլազմոթերապիան եւ մեզոթերապիան։ Պլազմոթերապիան դա սեփական արյան միջոցով ենք կատարում պրոցեդուրան, արյունը վերցնում ենք եւ պլազման առանձնացված հարուստ թրոմբոցիտներով ներարկում ենք գլխամաշկի մեջ։ Իսկ մեզոթերապիան արդեն կոկտեյլներ են, տարբեր պարունակությամբ վիտամինների, ամինաթթուների, որը մենք բնականաբար անհատական ընտրում ենք, գերազանցապես էֆեկտիվ է լինում ճակատային եւ գագաթային հատվածի այդ մազաթափությունների ժամանակ։ Եվ տրանսպլանտացիայից հետո մազերի եւս տարին 1 կամ 2 անգամ ցուցված է մեզո կամ պլազմոթերապիա, որպեսզի արդեն այդ իմպլանտացված մազերը չթափեն եւ նույն խնդիրները չառաջանա, այդ խնամքը ցանկալի է պարտադիր է, այսինքն կատարել, այդ դեպքում եւս հիմա շատ են կատարում, կարծում եմ, Implantum բժշկական կենտրոնում եւս կատարվում է մազերի փոխպատվաստումը։ Եվ մենք կարող ենք զուգակցել արդեն պրոցեդուրաները փոխպատվաստումից հետո կատարենք պլազմոթերապիա եւ մեզոթերապիա, սա երևի ամենաարդիական խնդիրն էր։ Դե շատ է բացահայտում էր, իսկ հետաքրքիր է իմանալ, եթե մազերի փոխպատվաստումից հետո 1-2 անգամ է կատարվում, իսկ եթե դեռ չի կատարվել նման միջամտություն, արդյոք ավելի հաճախ է եւ գոնե քանի անգամ պետք է կատարվի այս պրոցեդուրան որոշակի արդյունքի համար։ Մինիմալը 2-ի դեպքում էլ եւ պլազմայի եւ մեզոթերապիայի դեպքում 3 անգամն է, 10-14 օր ինտերվալով։ Եվ կարելի է հաջորդել, մեկ անել մեզոթերապիա, հետո պլազմոթերապիա։ Այո, կարող ենք հաջորդել։ Եվ էլ ինչ հարցադրումներով եւ խնդիրներով են տղամարդիկ դիմում։ Հաջորդ արդիական խնդիրը, քանի որ սեզոնը հիմա ամառային սեզոն է, գերքրտնարտադրությունն է, կատարվում է ինչպես ափերի եւ ներբանների շրջանի գերքրտնարտադրության, այնպես էլ անոթափոսերի գերքրտնարտադրության ժամանակ բոտուլինոթերապիա։ Բացի գերքրտնարտադրությունից, բոտուլինոթերապիան կատարվում է նաեւ միգրենի ժամանակ։ Մենք գիտենք, որ միգրենը առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, սակայն կան տղամարդիկ, ովքեր եւս տառապում են այս գլխացավերով եւ բոտուլինոթերապիան միգրենիոզ գլխացավերի կանխարգելման համար եւս օգտագործվում է տղամարդկանց շրջանում։ Իհարկե, եթե տղամարդիկ կան, ովքեր կնախընտրեն արդեն կուզենան կնճիռների հարթեցում, այս էսթետիկ նպատակով օգտագործել բոտուլինոթերապիան եւ անցնել այդ բուժումը, մենք կատարում ենք արդեն ըստ իրենց նախընտրության։ Եվ մյուս պրոցեդուրաներից կուզեմ անդրադառնալ նաեւ ապարատային միջամտություններից, ամենաշատը մեզ դիմում են դաջվածքների հեռացման հարցով, մենք կատարում ենք դաջվածքների հեռացում ապարատի միջոցով, նաեւ պիգմենտացիայի բուժում ենք կատարում ապարատների միջոցով։ Կան նաեւ ապարատներ, որոնք օգտագործվում են ակնեի
ցուր փուլում նաև տղամարդիկ եւս այս հարցերով դիմում են, նաև ապարատային մաքրումներ, կրկնակզակի շրջանում կարող ենք աշխատել ապարատի միջոցով, ոնց սկզբում ասացի, յուրաքանչյուր պրոցեդուրա կատարվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում արդեն ըստ նախընտրության ուղղակի ուզեցա անդրադառնալ ամենաարդիականներին եւ ամենապահանջվածներին։ Եվ իհարկե այն մեսիջը, որ մենք ուզում ենք ուղարկել մեր հեռուստադիտողներին, որ ժամանակակից աշխարհում այո, տղամարդիկ եւս ցանկանում են ունենալ գեղեցիկ տեսք, չնայած որ շատերը կարծում եմ երկմտում են, արդյոք արժե գնալ, արդյոք ոչ, որտեղ հիմնականում կենտրոնները միտված են ավելի շատ կանանց համար պրոցեդուրաների եւ կարելի ասել մենք այսօր նաեւ փարատեցինք այդ կարծիքը եւ համոզմունքը, որ միայն էսթետիկ կենտրոններ դիմում են կանայք, ոչ տղամարդիկ եւս եւ իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնը հագեցած է նաև այդ առաջարկով, այսպես ասած, բուժական միջամտություններ են, քանի որ կատարում կարող են բուժականը ընտրել, բայց էսթետիկն էլ խրախուսվում է մոռանալ նաև էսթետիկի մասին։ Այո։ Ինչ կառաջարկեք այն տղամարդկանց, ովքեր այնուամենայնիվ երկմտում են դիմել, թե ոչ, ունեն բարդույթներ, ինչպես քաջալերենք, որ նրանք եւս դիմեն։ Կառաջարկեմ առաջին հերթին լսեն իրենց ցանկությունները եւ իրենց ներքին ձայնը։ Եթե ունեն իրենք ցանկություն չունենալ տվյալ կնճիռը, չունենալ տվյալ մաշկային խնդիրը, ապա հանգիստ կարող են դիմել, դա ամոթալի չէ, դա ընդհանուր խնամք է սեփական անձի, սեփական առողջության մասին։ Իդեպ այո, շատ տղամարդիկ լինելով երիտասարդ արդեն իսկ միմիկաների պատճառով նույն միջոնքային ծալքը շատ արտահայտված ունեն եւ կարծում եմ եւս շատ երիտասարդ տեսք ունենալու եւ չխորացնելու այս կնճիռները կարելի է եւ ջղային լինելու համար կարող ենք այո այդ շրջանում աշխատել մոտեքսի միջոցով։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում, խոսեցինք բժիշկ կոսմետոլոգ եւ նյարդաբան Ջուլիետա Բուտուլյանի հետ, զրուցեցինք տղամարդկանց փաթեթների, մաշկի խնամքի, երիտասարդեցման եւ բոլոր այն պրոցեդուրաների մասին, որը կենտրոնը առաջարկում է։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, կհանդիպենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեզ կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով, չմոռանաք նաև մեզ ուղարկել նամակներ, ինչ թեմաներ են հատկապես ձեզ համար ակտուալ եւ հետաքրքիր, որոնց մենք պարտադիր կանրադառնանք։ Դե ինչ այսօր գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին։ Նախ քննարկեցինք ինչ է իրենից ներկայացնում բիոպսիան, ինչու այն համարվում ոսկե ստանդարտ եւ իհարկե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել կրծքագեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար։ Այնուհետև խոսեցինք ինչ է իրենից ներկայացնում պիգմենտացիան։ Մեր հյուրը կիսվեց խորհուրդներով ինչպես կարելի է ճիշտ ընտրել կլինիկապես թեստավորված դերմատոկոսմետիկ միջոցներ, որոնք օգնում են նվազեցնել պիգմենտային բծերը։ Չմոռանցանք իհարկե երեխաների մասին, խոսեցինք ինչքան կարևոր է երեխաների համար վիտամին K-ն, ինչպես են այն երեխաները ստանում եւ ինչպիսի խնդիրներ կարող են ծագել այս վիտամինի պակասի դեպքում։ Դե իսկ գեղեցկության գաղտնիքների ընթացքում խոսեցինք, թե ինչպես կարելի է շտկել կամ վերադարձնել դեմքի օվալը, որ դեպքերում է մաշկը կարիք ունենում շտկման, ձգման եւ ինչպիսի ապարատային միջոցներ կարող են օգնել այս հարցում։ Այսօր պատրաստել էինք այսքանը, մնացեք մեզ հետ, եղեք առողջ, դեռ կհանդիպենք։